առավոտ բայլույս է Լոս Անջելեսի դաշտավայրի առավոտներից մեկը պայծառ։ Այսօր ամբողջովին Սկյուռիկ Թայմ Փարթին է սկսվում եւ այսօր խոսելու ենք չափից շատ հետաքրքիր թեմայից։ Նախքան բուն թեմային անցնելը տեղեկացնում եմ, որ սա ֆիքսատոր է, որից հետո նոր ես սկսում եմ իմ մեյքափը։ Թախել միջազգային ասոցիացիային ուզում եմ տեղեկացնել, որ մենք այսօր կոնկրետ խոսելու ենք քո մասին, սիրելիս։ Թե ինչ ես միշտ քիթդ խոթում, նիհարա, չաղա։ Կանսիլերը այսօր օգտագործելու ենք տարտի շարքից։ Կլորը եռանկյունի է, մազերը երկար է, կարճ է, բլոնդ է, թե սև։ Դա գալիս է եւս քո մանկության բարդույթից, էլ չասեմ առօրյա հոգսերը, որոնք քեզ խեղդում են, բայց գոնե լուծում տաս քո իսկ հոգսերին, անգել ես մեր չաղության ու իհարության հետևից։ Ասեմ ինչն է պատճառը։ Դա իր հերթին եւս ունի երկու պատճառ։ Առաջին պատճառն է, որ չունես սեփական երջանկությունը, երկրորդ պատճառը, որ դու քեզ համար միֆ ես հորինել, թե երջանիկ ես եւ փորձում ես բոլոր հարազատ, բարեկամ, հարևան, ընկերներիդ ապացուցել, թե դու ինչքան երջանիկ ես, քո հարազատները, քո երեխաները ինչքան են քեզ հարգում, սիրում, բայց ինքդ գիտակցում ես, որ դա այդպես չէ, այսինքն ուրիշի աչքը ծակենք, փետը գերան սարքենք, խոսենք, բամբասենք, որ հանկարծ հերթը չհասնի մեզ։ 1 տարի առաջ ես գիտեի, թե մահանալու եմ։ Այսօր խոսելու ենք այդ մասին։ Հիմա օգտագործում ենք այս տաղավարի քսուկը, բայց դա չի խանգարում ասել, որ անընդհատ գրում եք կամ կարծիք եք հայտնում իմ չաղությունից, իմ վատ տեսքից, դա ինձ բնավ չի խանգարում։ Ես ցավ եմ ապրում ինչպես միշտ ձեզ համար, որոնք չունեն սեփական կոմֆորտ զոնան։ Այնքան ժամանակ մինչև դու կռիվ էիր տալիս ինձ մեկնաբանություններ գրելով, որ ես չաղ եմ եւ այլն, ես պայքարում եմ կյանքի համար եւ մինչեւ հիմա էլ պայքարում եմ։ Իհարկե ես միջոցը գտել եմ ինչպես ազատվեմ այդ ցավերից, ինչպես հագնեմ վարսակրոնք, որպեսի մեջքս չցավի, ինչպես ուղիղ քայլեմ, որպեսի մեջքս չցավի, ինչպես արդեն կարող եմ հանգիստ նստածս տեղից վեր կենալ, որ մեջքս չցավի։ Ես Լիշտոկ Յանսոնի կարեկտոր առաջին համար։ Այն մարդիկ ունեն, որոնք ունեն ցավեր, հորդացավեր, կամ ընդհանրապես քուները չի տանում, ուզում են քնեն անքնությունը։ Մի խոսքով ունեն խնդիրներ, նույնիսկ չաղության եւ նիհարության, այդ միջոցը, որը ես եմ գտել, հաստատ կօգնի, բայց ես մտածում եմ, որ ոչ թե շատը դուք մտածել եք ոնց անեք ցավերը անցնի, լոշոնի դիմափոշի, այլ ոնց անեք, որ այն մարդիկ, ովքեր ձեզ շրջապատում են, քիթները հանեն ձեր ցավերից, առողջությունից եւ մնացած այլ յակոբի խնդիրներից։ Նիքսի թեթև անիմաստ դիմափոշին, որը ընդհանրապես չի երևում դեմքի վրա, բայց շատ լավ է։ Հանքերի վրայի 7 լիտրանոց փոշին վերացնենք ու անցնենք առաջ։ Ձեզ համար անտանելին այն չի է, որ դուք խոսում եք ինձնից ու բոլորից, այլ այն է, որ դու ընդհանրապես տեղյակ չես այդ մարդու կյանքից ու քեզ կրծոտում է այն փաստը, որ ինֆորմացիոն բագաժդ այնքան քիչ է, որ դու էլ չես կարողանում հորինես այդ տվյալ անձից ու ստիպված խառնվում ես իրար։ Հիմա ես քեզ ընտիր թեմա եմ տալիս, որպեսի տարածես։ Cover FX, ես գժվում եմ դիմափոշիներով կոնտուրինգ անելու համար, հետևաբար անում ենք դիմափոշիով, այսօր անել ենք շագանակագույն, հիշեք բլոնդ մազի հետ աշխարհն է շուրգա, որ չի մնաք ինչ անեք, շագանակագույնը փրկությունը եւ շատ էլեգանտ եւ հարուստ տեսք է տալիս ձեզ, քիթիկը եւ այսպես ուզում եմ ասել, որ շատ փոճուր մի հատ պրոդուկտ եմ ձեռք բերել, ամեն մեկի մոտ ինդիվիդուալ է, բայց բուժումը հաստատ, որտեղ այն ցավերը, որ ես ունեի մեջքի հատվածում եւ ամբողջ մարմնում, ընդամենը մեկ հպումով իմ դեպքում վերացրեց։ Էլֆոզավր
Իմ գերխնդիրը նիհարելը չի, իմ գերխնդիրը առողջ ապրելն է։ Այսինքն այն, որ ես ձեր համար վիդեոներ էի անում այդ մի քանի րոպեանոց, որը տևում էր ժամեր, իմ վրա նստում էր շատ թանկ, հավատացնում եմ ձեզ։ Իսկ այսօր ես կարող եմ շարժվել։ Գույներ բերեմ արտերից, աղբյուրից։ Վերջում անպայման կբացահայտեմ, թե ինչի մասին է խոսքը, որովհետև ես չեմ թողի, որ դուք առանց բուժվելու մնաք եւ իհարկե մնաք առանց այն մարդկանց, ովքեր տանջված նարսինն եք, ովքեր քնից արտանում են։ Մենակ այն նպատակով, որ անբասեն ձեզնից։ Գեղեցկություն։ Առավոտ բալյուսով եմ նկարում, որ սալոնի մասնագետները չտեսնեն ինձ աղավաղված եղումները։ Սվյալվել եմ LCS պալետկային և դոսի S պալետկային։ Խենթանում եմ, տանջամահ եմ արել, նա ստեղ նայեք, համարը չկա։ Ես շատ հավես եմ, զգում ինձ, երբ որ դուք գրում եք, որ ես տրամադրության մարդ եմ։ Իսկ եթե դուք իմանաք, թե տրամադրությունը ինչի միջով եմ ես անցնում, որ հաղորդում էի ձեզ, կասեք հերոսի կոչում տակ ես, երևի թե որպես կյանքի և մահու պայքարի լավագույն մարմնացում։ Ես իզուր չեմ սենց արել, այսօր մատիտով ենք աշխատելու։ Կարող ենք աշխատել և մատիտով, և կարող ենք աշխատել բարակ վրձինով և ստվերաներկով։ Հետո արդեն բլենդ կանենք, ռեստուսյովկա։ Ինձ հենց նոր առաջ արգեցին, որ այս եղունակսը ներքևի հատվածը ընդգծենք։ Եվ այս մասերում մի փոքր բաց ենք դնում ու շագանակագույն թարթիչներ։ Սա չգրված օրենքների մեջ է, էլի մտնում այս մեյքափը, ինչպես իմ բոլոր մեյքափները։ Ձեզ համար տարածքներ եմ փոխել ու ասեմ ավելին, որ շագանակագույն թարթիչներ, մանավանդ ձեր պատճառով է մի քանի ժամ ուշացրել եմ իմ բուժման ընթացքը, բայց սա ձեր ներկայությամբ ես այն կկիրառեմ։ Փորձաշրջանն անենք։ Այո, մի չարախոսեք, թե չէ կմնաք մենակ։ Ինչպես կպցնել թարթիչ, բաց աչքով։ Սա, մի կպի, ինչև կչորանա, արդեն կդասավորեսված որ պետքն է։ Անհամբեր եմ, թե երբ եմ օգտագործելու իմ փրկությունը։ Մասամբ երբ որ թարթիչ եմ կպցնում, հաճախորդները շատ են բողոքում ու միշտ ասում են հաստատ կպել է միացտուգի հաստատ կպել է, հա հաստատ կպել է, պարտադիր չի ծանրությունը, զգաք մի հատ այս կոմից 7 տականոց թարթիչ, որը լինի գեղեցիկ։ Հիմա սա թող ցորանա, այս էլ մի փոքր այս կողմ բերենք, որ աչքս բարձրան, իդեպ կոմենտ էին գրել էին այլայների սխալ օգտագործելուց աչքերս կախվել է, բայց ուզում եմ հիասթափեցնել ու ասեմ, որ այլայներից չէր, այլ թարթիչներից էր, քանի որ թարթիչ կպցնելուց դրսի կողմով մենք կարողանում ենք կոպը բարձրացնել։ Այս դեպքում, քանի որ ես այս տեխնիկան էի ցույց տալիս, ինչպես ներսից կպցնել և թվա թե լցոնած է այն, դրա համար թված թե տարածում ենք ինգլոտի 90 համար շագանակագույն մուկ, տեսեք հայրի չկա։
Հայլին բերեմ գան։ Անհամբեր սպասում եք, թե ինչով եմ ես բժիշկների սխալ դիագնոզը բուժել։ Բայց ես ինչ անհանգիստ էի, որ դրական պատասխան ստանամ։ Մինչև դուք գնայիք այս վիդեոն, ես մի քայլ էլ առաջ կգնամ իմ առողջության հետ կապված, իմ մասնագիտական առումով։ Իդեպ կարող եք ձեռք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներում դատարկությունով ընդհանրապես կպցնում ենք իրար։ Եվ վերջացնենք։ Օ, շրթներ։ Այն ձեր սիրած ամբրեից եմ անելու։ Հա, որ սիրում եք։ Քանի որ մատիտից եք հարցնելու, clean color, համարը չկա, շատ լավ մատիտ է։ Հերթը շեղկա։ Ասակերտներս դրաստղ էին հիշում։ Շրթներ Շարլոտի նյուդը։ Մի րոպե, շատ վատ եմ նայել նրան։ Հալվել էր։ Այ շատ անհարմար բան ստացվեց իրականում։ Ինձ թվում է բյութի կոկտեյլի դիզայնը իմ համար արված է, ոնց ֆրան ես արեմ ստանանք, հաճելի, լավ եմ անում, всё հա ոնց որ, այո, այսքան, ցույց տամ ինչն է ինձ առողջացնում, երեխեք ջան, իմ ձեռքում մի հատ սենց պատժակլոր, շատ էի տեսնում մարդկանց ձեռքին, մեջքին, ամեն տեղ, որտեղ պատահի, բայց չգիտեի ինչա եւ ճիշտ ասած կասկածում էի։ Բայց համարձակություն ունեցա սա էլ փորձել, որտեղ այնքան բժշկական մեթոդներ եմ կիրառել, որ մարմինս չցավա եւ հոգնածություն չզգա։ Առաջին օրը դրեցի վզիս հետևը։ Քունս գիտեք ոնց էր տանում։ Հետո ունեցա սարսափելի ցավ օղային հատվածներով եւ հիմա միասին կտեղադրենք։ Օպա։ Եվ ցավ անցնում է։ Դա ինդիվիդուալ է ամեն մեկի մոտ իր ձևով է։ Եթե լինեն հարցեր, ինձ գրեք, ես չեմ զլանա, ձեզ բոլոր տեղեկությունները կտամ։ Այսօր այսպես գեղեցկացանք։ Չի ճտում արդեն այնքան լավ ասեցի, ես ճպամ մի հատ, շատ լավ եմ։